Եվրամիությունը Հայաստանին միայնակ չի թողնի արտաքին միջամտության դեմ հանդիման։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, հայտնելով, որ Եվրամիությունը Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ, որպեսզի օգնի դիմակայել սպառնալիքներին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին։ Նրա խոսքով մեր տարածաշրջանում ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Նա նշեց, որ Հայաստանը նախորդ տարվա վերջին ձևավորել է ռազմավարական նոր օրակարգ, որն ընդգրկում է նախկին ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, գումարած անվտանգային կոմպոնենտը եւ այս հիբրիդային սպառնալիքների դիմագրավման կանխման առումով Եվրամիության կոմիսարիայի հայտարարությունը բխում է հենց այդ ռազմավարական օրակարգի անվտանգային կոմպոնենտի տրամաբանությունից։ Իսկ հարցին, թե բավարար է արդյոք այս աջակցությունը լուծելու համար խնդիրը հատկապես նախընտրական թոհուբոհի ժամանակահատվածում, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող նման պնդում անել բավարար են դրանք թե ոչ, բայց կարծում է, որ բուն պարտավորությունը եւ անելիքը Հայաստանի պետական մարմիններինն է։ Ուղղակի Հայաստանի պետական մարմինները գտել են եւ դա օբյեկտիվ հիմք ունի, հաշվի առնելով այլ պետությունների օրինակները, հանձինս Մոլդովայի, հանձինս Ռումինիայի, որ նման աջակցությունը տեղին կլինի, նման աջակցությունը կօգնի իրապես, որպեսզի պետական ինստիտուտները ամբողջությամբ դիմագրավեն այն արտաքին միջամտությունները, որոնք գալիս են հենց Կրեմլից, նաև գալիս են Բաքվից որոշ առումով, այնպես որ այդ աջակցությունը անհրաժեշտ է, բայց աջակցությունը չի կարող բոլոր խնդիրները լուծել, որտեղ մենք չենք կարող ձեռնունայն նստել, անգործության մատնել, ասենք դե մեր փոխարեն կաշխատեն, չի լինելու այդպիսի բան։ Արթուր Սաքունցը կարծում է, որ հիբրիդային հարձակումների գործիքակազմը կարող է լինել շատ լայն։ Առաջին հերթին դա ապօրինի ֆինանսավորումն է, որովհետև առանձին քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերը վերահսկելը կամ դրանց խողովակների բացահայտումը, կանխումը բավականին լուրջ գործ է եւ լուրջ աշխատանք է պահանջում։ Մյուսը լայնածավալ ապատեղեկատվությունն է, որին արդեն իսկ առնչվում ենք։ Հաջորդը դա մթնոլորտի թեժացումն է, մասնավորապես այնպիսի պատկերացումների ու տպավորությունների ձևավորմամբ, որ իբրև թե այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք ապոկալիպսիսի մեջ ենք ապրում եւ ուղղակի անելանելի վիճակ է։ Հաջորդը իհարկե թիրախավորել բոլոր այն անձանց եւ այն ուժերին, որոնք հստակ ունեն դիրքորոշում Հայաստանում ժողովրդավարական զարգացումները, ինստիտուտները եւ արժեքները պահպանելու առումով։ Այսինքն ըստ էության այս ընտրությունների ժամանակ կամ այս ընտրություններում առանցքային խնդիր է դառնում ժողովրդավարական զարգացման հնարավորությունների պահպանումը կամ դրանց վերացումը։ Եվ այս առումով իհարկե հաշվի առնելով, որ հիմնական սպառնալիքները Ռուսաստանի Դաշնությունից են, որ չէր թաքցրել։ Արթուր Սաքունցն իհարկե չբացառեց նաև հիբրիդային սպառնալիքները Ադրբեջանի կողմից, ինչը շատ ավելի ուշադրության կենտրոնում է գտնվելու որոշ քաղաքական ուժերի կողմից, քան հենց նույն Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ տեսակետից ավելի լուրջ սպառնալիքներ։ Խոսելով նաև այն մասին, որ թե Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, թե ռուսական այլ շրջանակներ խիստ անհանգստացած են Հայաստանում մոլդովական սցենարի կրկնությամբ, Արթուր Սաքունցն ասաց. Եվրամիությունը անելու է նույն բանը եւ մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը կաչակցի մեզ։ Իհարկե առաջի հերթին Մոլդովայի պետական մարմիններն են այդ հանձնառությունը վերցրել, այդ ջանքերը գործադրել, որոնցում աջակցություն է ստացել Եվրամիությունից եւ դրանից իհարկե դժգոհ է Լավրովը, որտեղ իրենց ավանտյուրան, իրենց հարձակումները, իրենց կոպտագույն միջամտությունը հայտնի այդ վտարանդի կամ քրեական հետապնդումից փախած այդ օլիգարխի միջոցով չի ստացվել, հաջողության չեն հասել եւ շատ դժգոհ են։ Եվ պետք է նման դժգոհություն ունենալ նաեւ Հայաստանի կոնտեքստում առաջիկա ընտրություններից հետո։ Սա է մեր նպատակը։ Ի հավելումն Արթուր Սաքունցն ասաց, որ ի գիտություն Լավրովների եւ նրա արբանյակների մի քանի տասնամյակ անգամ նախորդ ռեժիմների ժամանակ Հայաստանի եւ Եվրամիության միջև համագործակցություն եղել է։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։